Օրինաց երկիր կուսակցության նախագահին և իր թիմակիցներին ամենուր դիմավորում էին աղուհացով։ Ընդունելությունն առավել քան ջերմ էր ու անկեղծ։ Կուսակցության անդամներին առաջինը հյուրընկալեց ջաջուռը։ Իբրև հարգանքի տուրք հյուրերը մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի որդու ուղեկցությամբ այցելեցին թանգարան, այնուհետև ծանոթացան ջաջուրցիներին հուզող ամենատարբեր խնդիրներին։ Իթիվս այլ հարցերի այս գյուղում օրախնդիր էր հատկապես օրինաց երկիր կուսակցության նախաձեռնած ծրագրի մեքենատրակտորային կայանների ստեղծման անհրաժեշտությունը։ Կարելի է ստեղծել մեքենատրակտորային կայան իր բոլոր օղակներով, որովհետեւ սպասարկի գյուղացիներին մենք պետական ծրագրով ուզում ենք, որ Հայաստանում այս տարի ստեղծվի 6 կայան տարբեր մարզերում, հետագայում այս ծրագիրը փորձենք ընդլայնել։ Գազի խնդրի հետ կապված ասվեց, որ 2010-11 թվականի ծրագրում ընդգրկված է, հետևողական կրնենք, որ իրականացվի, սերմացում անպայման ձեր գյուղին բաժին կհասնի, ես խոստանում եմ ուշադրություն կդարձնենք, որ եկող տարի էլ որ ձեզ հանդիպենք, մի ինչ-որ դրական բաներ անպայման կատարված լինեն։ Մեղրաշեն գյուղում օրինաց երկիր կուսակցության անդամներին դիմավորեցին առանձնակի ոգևորությամբ Լեփ-Լեցուն դահլիճում։ Հանդիպումն իրոք սպասված էր և ցանկալի։ Օրինաց երկիր կուսակցությունը ամբողջ Շիրակի տարածաշրջանում սիրված, հարգված և հոգուն մոդի կուսակցություն է։ Մենք սիրում ենք ձեզ, պարզ եմ ասում, ձեր բոլոր նախաձեռնությունները մենակ ժողովրդի համար են։ Լուրջ ծրագիր եք ներկայացրել կառավարության, որը հավանության արժանացել եւ այս ամսվա վերջին արդեն մենք որակյալ գիտասերմ ենք ներկրել Ռուսաստանից մոտ 1000 տոննա, որը նաեւ արդեն հայտերը ներկայացված է, կբաշխենք նաեւ մեր այս համայնքներին, որովհետեւ ժողովուրդը կարողանան զբաղվել։ Շնորհակալություն եմ հայտնում մի բանի համար, որ ես ունեմ այգին ուներ բուժման կարիք, ես դիմել եմ համապատասխան գերերին, եկել են, չափել են, նայել են, ամեն ինչը տրամադրել են, ցույցում են տվել, դիմումներից պատասխանել են, շատ շնորհակալ եմ։ Այդ ըստ այնեմ էլ մենք կարողացել ենք մեր այգին փրկել այդ հիվանդություններից։ Մենք ուզում ենք կառուցել լավ ուժեղ Հայաստան։ Այսօր Հայաստանում կա լիքը խնդիրներ, չլուծված խնդիրներ, եւ մենք ձեռնամուխ ենք եղել այդ խնդիրների լուծմանը։ Հացիկ, Արափի, Անուշավան, Փանիկ և մյուս գյուղերում խնդիրները որքան բազմաթիվ են, նույնքան էլ նմանատիպ։ Ուստի օրինաց երկիր կուսակցության նախագահը առաջարկեց առանձնացնել գյուղի համար առաջնահերթ կարևորության այն խնդիրները, որոնց համար այսօր արդեն հնարավոր է գտնել լուծումներ։ Մեր այցելության նպատակը տեսնել ինչի կարիքը խիստ ունեն, ինչքան որ մեր հնարավորությունները կներիք, փորձենք անել։ Ճանապարհի հարցով, այդ հակակարգային կայանների հարցով։ Օրինակ Սերդիրը իր խոստումները միշտ կատարող կուսակցությունն է։ Ինչ որ խոստ է տվել, կյանքի է կոչում Արտուր Բաղդասարյանը։ Մենք մտահոգված ենք Հայաստանում ստեղծված իրավիճակով, այս երկրում կան լուրջ խնդիրներ, լուրջ խնդիրներ, եւ մենք այդ խնդիրները պետք է լուծենք։